Բայց ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ինձ համար բնականաբար հատուկ օր է։ Իմ հյուրերս երկու հսկաներ են լեգենդարներն են, բարոն Սասունյանը, Կալիֆոռնիա Կուրնիայի խմբակի տնօրեն, բարոն Հայրիկյանը, Հայաստանի անկախության գլխավոր ջահագիր եղած է Ախոյանը, ԱԻՄ-ի նախագահ։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք, ո՞նց եք։ Մերսի։ Ուզեմ որ դուք լավ լինեք։ Բարոն Սասունյան եւ բարոն Հայրիկյան, ինքը իհարկե ինձ համար շատ կարևոր է այս երկու թեմքերը հյուրընկալել, սակայն ունի արվել եւս մեկ պատճառ։ 10 օր առաջ, 7 օր առաջ բարոն Հայրիկյանի հետ հարցազրույցին միտքեր արտահայտեց, որ վստահ ցեզի իբր գլխավոր սպիրկայի թեմքեր են, վստահ եմ որ ցեզի գետակրկրե։ Գիտեք որ ես կոնե վերջին 1.5 տարին 18 ամիսը Հայաստանի մեջ կփորձեի բայկար մղել սպիրկայերուն մասնակցությանը եւ առնչելու Հայաստանի քաղաքացիների մեջ առանց որևէ մեկ աշխատումի եւ կգարձեի որ mən մենակ եմ, կքննադատեի քաղաքանտաշտը որտեղ կգարձեի որ մենակ եմ։ Անցաշաբաթ իրեն Պատերձակ ժողովրդավարության իր առաջարկը բարոն Հայրիկյանին հանգարց ինձ համար մեծ անակնկալ էր շատ ուրախ որ արդեն ին բոլոր գետերուս մասին այդ ծրագրի մեջ խոսած է։ Պիտի խնդրեմ բարոն Հայրիկյանին ադոր մասին մեզ ներկայացնել մի 4-5 րոպե եւ պիտի խնդրեմ բարոն Սասունյանին այդ իր դեպավորությունները ասպոլնի։ Խնդրեմ, հրամեցեք բարոն Հայրիկյան։ 4-5 րոպեն շատ է իհարկե։ Խնդիրն այն է որ պետությունը գործում է իր քաղաքացիներով։ Հայաստանում այդ գիտակցությունը չկա։ Որվա իշխանության գալու նպատակով ամեն ինչ կան է, որ Հայաստանից դուրս եկած մարդիկ, այսինքն իրենց անմիջական ազդեցության տակ գտնվող մարդիկ, չմասնակցեն պետական գործերին, պետութենական գործերին։ Եվ իսկ մեր նախագծում այսպես է, նույն սահմանադրությունների մեջ աշխարհի բոլոր երկրների քաղաքացիներն են երկրի տերը, եւ եթե մարդը Հայաստանի քաղաքացի է, որտեղ որ լինի, պիտի լինի երկրի տերը, համարվի երկրի տերը։ Իսկ դա համարվում է նախ առաջ այս կերպ, նա մասնակցում է երկրի կառավարման գործընթացներին։ Հետևաբար Հայաստանի քաղաքացին ինչ ցանկումներ ունենա, այսինքն լինի Եղեռնի ցեղասպանության ժառանգ կամ Հայաստանից մի քանի տարի առաջ դուրս եկած Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձ, այսինքն իր իրավաբանորեն իր Հայաստանի տեր լինել հաստատած մարդ, նա պետք է մասնակցի ընտրություններին։ Իհարկե որտեղ որ խնդիրներ կան, այդտեղ, այսինքն խնդիրը հետևյալը կարող է լինել, որևէ պետություն օրինակ չի ընդունում երկքաղաքացիությունը, այդ դեպքում սահմանափակումները ոչ թե Հայաստանից են գալիս, այլ գալիս է տվյալ պետությունից։ Իսկ Հայաստանը պետք է իրեն համարի Հայաստանի քաղաքացիությունը ընդունած բոլոր մարդկանց, տեսեք ես չեմ ասում հայերի, երկրի տերը լինելու իրավունք եւ մանավանդ 21-րդ դարում կարող է նաեւ էլեկտրոնային քվեարկությամբ մասնակցել պետության կառավարմանը։ Ինչ սա հուշել են թուրքերը մի անգամ, երբ 5 թուրք դիվանագետի հետ միաժամանակ հանդիպելու առիթ եղավ Թիֆլիսում։ Նրանք ասացին, որ Հայաստանը 2050 թվականին կունենա 5 միլիոնից պակաս բնակչություն։ Ես էլ այսպես պատասխանեցի, որպեսզի իրավիճակից դուրս գամ։ Ասեցի, գիտեք, կարող է ունենալ նույնիսկ 100,000 բնակչություն, բայց կունենա 10 միլիոնից ավելի քաղաքացի։ Տեսա ինչպես իրենք այլայլվեցին, իրենք դրան պատրաստ չէին։ Ու հիշեցի, որ իրավագիտորեն քաղաքագիտական տեսակետից դա է։ Եվ մեկ այլ դրույթ կա, որ մեր սահմանադրության մեջ ամրագրված է, Հայաստանի քաղաքացիություն կարող են ստանալ բոլոր հայերը արտոնյալ կարգով։ Բոլոր այն մարդիկ, որոնք ծագումով հայ են։ Ծագումով հայ լինելը դեռ բավարար չի, բայց ամենակարևորն է։ Այսինքն մենք 10 միլիոն ազգից վեր ենք հասնում մի քանի 100 միլիոն ծագում ունեցող մարդկանց ներուժային պետության։ Եվ իհարկե այդ մարդիկ պիտի հայերեն սովորեն, հայկական օրենքներն իմանան, բայց այսինքն մենք չենք սահմանափակում մեզ թշնամիների մեզ պարտադրած կարգավիճակը որպես ազգ այսօր։ Մենք շրջանցելու ճանապարհ ենք գտնում հասարակ մարդկային օրինակով։ Երեխա եմ ունեցել, երեխայից կորցրել եմ, արտաքին ճնշումների հետևանքով, հետո երեխաս իմանում է, որ իմ երեխան է, փորձում է ինձ հետ կապ հաստատել։ Դա բոլորը չեն անի, բայց եթե զուգահեռաբար Հայաստանը դառնա իսկապես աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, որը առաջընթացի գլխավոր նախապայմանն է, մենք լրացուցիչ ազգային ներուժ ենք ստանում։ Շնորհակալություն հարցի համար։ Պարոն Սասունյան, խնդրեմ։ Ասի նույնիսկ որ 30 տարի է խոսենք այս մասին, ուրեմն մի քանի նախնական խոսքերս եմ։ Ուրեմն երբ Հայաստան անկախացավ,
այնադեն օրենքը դարբեր էր։ Անոնք որ Հայաստանի քաղաքացի են եւ սփյուռքի մեջ կաբրեին, իրավունք եւ առիթ ունեին երթալու Հայաստանի հյուպատոսարան կամ տեսվանադուն եւ կվեդալու։ Այո, այո։ Եվ եղավ այդպիսի ընդրություններ եւ կվեդվին։ Բայց մի քանի տարի հետո չեմ ուզեր իմ մանրամասներ ինչու պետությունը օրենքը փոխեց միան Հայաստանի մեջ ընդրության օրը եղողները կրնան քվեարկել անոնք որ Հայաստանեն դուրս չեն գնա քվեարկել ամեն որ արդարոց է որտեղ դասնյակներով երկրներ կան որոնք կարդոնեն որ իրենց քաղաքացիները աշխարհի որ երկրներ լան երթան տեսփանադուն կամ փոստով օրգեն դասնակազարավոր ամերիկան զինվորներ կա աշխարհի շուրջ կողմ adonhal քվեգունան բայց հայերը պետությունը արկելեց ճիշտ այն բաժարով որ պարոն Հայրիկյանը գսեր քիչ առաջ որ պետությունը ճուզեր որ որևէ մեկը իրենց կոնտրոլի տակ չէ իրենց գարձեկը հայտնի կամ թիրքորոշում ունենա ասեն ալի սպառնալիք է իրենց համար ուրախ չեն հիմա ասնույթի մեջ անշուշտ նաև բանալիքը շատ ճիշտ է որ ամեն մեկ քաղաքացի իր տարական բարդականությունն է որ քվեարկության մասնակցի քվեդալը բան չէ խալիկ բան չէ շատ կարևոր մեկ քաղաքացիական բարդավորություն է ուրեմն երբ որ քու քաղաքացիդ կզրգես քվեարկություն է ադի շատ ծանր քայլ է հագա դեմոկրատիկ հագա քաղաքացիական քայլ է եւ առանց ամշնալու Փաշյան ամեն օր գխոսի ժողովրդավարության մասին եւ ճիշտ հագարակը գնա ամեն օր ուրեմն ադիգա մեկ երկրորդ շատեր վերջին տարիներուն սկսանացելու որ սպիրկայերը եւս պետք է քվե ունենան իմ պատասխանը այն է որ հիմա նայ Հայաստանը նույն չարդոներ որ Հայաստանի քաղաքացիները քվեդան դուրս են ուրմնաց որ սպիրկայերը որ Հայաստանի քաղաքացի չեն հիմա կան նաեւ երկքաղաքացիներ անասում մեկը ես եմ մոտ 20 տարի է երկքաղաքացի եմ երկքաղաքացին ալ երամանք ունի քվեարկելու մանավանդ որ դուրսը գաբրին չէ միայն ճիշտ են բարոն Սասունյան կարծեմ այդպես չէ գներեք շատ գներեք որտեղ ես երկքաղաքացի եմ քվեարկեմ որովհետեւ ճիշտ ժողովրդին սխալ ինֆորմեյշն չդան կարծեմ թե երկքաղաքացին իրավունք ունի որտեղ ես երկքաղաքացի եմ քվեարկեմ խնդրեմ հանամեցեք միայն ասի գեդը Չեն ասկային ժողովի օրը տուն գրնաս երթալ քվեդալ այո Թշպարտաբար անցանական Փաշինյանին քվեարկեցի հիմա այս սխալը սրբակրելու եմ Okay, ուրեմն անցյալ անգամ Պաշտերովս հիմա չեն անողեր, եթե ես Փաշինյանին չեմ քվեարկելու գնալա չարդորել, այո նայած որ մի քվեարկես Պարոն Սասունյանը ճիշտ է այն իմաստով, որ երկքաղաքացին առաջադրվելու իրավունք չունի։ Այո, շատ ճիշտ։ Որտեղ էլ որ գտնվի, նույնիսկ եթե Հայաստանում 20 տարի ապրում է, իմը բացառություն է, ես երկքաղաքացի, Ֆրանսիա, Կանադա, Ամերիկա միանգամից տված են այդ քաղաքացիություն։ Բայց իմը իրենք գոնե բացառություն գնային, կսեին Հայրիկյանը իր կամքով չէ դուրս հայտնված, բայց ընդհանրապես Հայաստանում ապրող երկքաղաքացիները իրավունք չունեն մասնակցելու պետական կյանքին որպես դերակատարներ, դա է պարոն Սասունյանի ասացի մի մասը։ Ուրեմն մեր Հայաստանի կառավարությունները ներկայ եւ անցյալի երբեք չեն նայած սպիրկայերուն որպես կանց հadoop կանց արժեք որ պետք է ամեն ցավով օգտագործեն Ուրեմն ամեն ինչ արած են որ վանեն սպիրկայերուն հերացնեն հուսահատեցնեն որ չմասնակցի Հայաստանի կյանքին իսկ եթե անոնք որ քաղաքական արդյոք չեն սպառվել բիզնեսով կսպառվին անոնցալ ամբիսի բաներ գնան խաղեր գխան որ մարդը գիտեն գբերեն եւ վազգասնի գծկե գերտա եւ անգամ նոր Հայաստան ներդրում չներ ուրեմն ժամանակը շատոնց եկած անցած է որ Bedutunu overall bedutun enerjiyi abakayı haduk modetsum tsuysa sbirkayru haduk arjevorum tsuysa yev naivor ինչպես կրնան արևելակույնը իշահ ընդհանուր հայության Հայաստանին օգտագործել այդ ներուժը եւ այդ ներուժը միան տրամ չէ ադորամոր մեզի գսեն գտանգով որտեղ միան տրամի աղբյուր գնային մեզի բայց տրամեն անտին ավելի կարևոր բաներ կան օրինակ երբ որ հայրուրներով է թե ոչ հազարավոր մեծ հայ մասնակիցներ կան դարբեր ջուրերու մեջ եւ դրանք Հայաստան կան մեծ գիտելիքներ ունեն որ կրնան ներդրել Հայաստանի հետո այդ սպիրկայերը գաբրին դարբեր երկրներ
իրենք ունին կորձընկերներ օդար, ունին տրացիներ օդար, հաճախ անոնց հետ գարանչվին գխոսին, գնան անոնց կաչարել որ կան Հայաստան ներդրում են, այցելեն եկամուտ կլա Հայաստանի, ուրեմն սպիրկը մեծ արժեք մնե, բայց մեր պետությունը շփոթաբար չի կնահատեր եւ հագարակ Փաշյանի արդեն վադեր, անցյալին ալ վադեր, բայց կոնե բամ մգա սպիրկի նախարարություն կար։ Այո։ Փաշինյանը եկավ, ամենից կոծեց նախարարությունը եւ նշանակեց մի բոլորին անգարող մի մարդ Զարե Սինանյան անունով, որ ոչ մեկ օգուտ չունի սպիրկի Հայաստանի գաբերուն, այլ ամփոփ գաբերը գամուշները գործանեց եւ ամեն տեսակ հիմարություն գսեիր հարցազրույցներում մեջ եւ ինքը միակ կսպաղվի Փաշինյանին կովասանքը անելով որպես իր ճաշտոնը բահե ինքը ամսական կստանա ժողովրդի վճարած հարգերեն որպեսզի ինքը իր կորձը անե ոչ թե ռոպագանդիստ չէ իր կորձը ռոպագանդա չէ ուրեմն սխալ ճաշտոնի վրա է բայց ինչ կնանք ասել Սինանյանի մասին եւ որ իր նշանակողը նույնքան անգարող մեկն է այլ իր ճաշտոնի մեջ չէ սո ասե մեր վիճակը Բարոն Հայրիկյան, չեմ կերտել լսեցիք, սպիրկի մեջ շատ հետաքրքրական եւ կարեւոր համակարգումը եղավ Հայաստանի այս ճգնաժամի մասին արձարծելու։ Չեմ գիտեր եթե ադոր մասին լսեցիք եւ եթե այո, ինչ է ձեր գարձիկը, ինչպես կգնահատեք։ Բարոն Հայրիկյան, լսեք մեզ։ Եթե ես Այո, հրամեցեք։ ուրեմն մանրամասների տեղյակ չեմ, պարզապես գիտեմ, որ այդպեսի բան է եղել։ Գիտեք, ես շատ սկզբունքային եմ մնում այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են հայկական պետությանը։ Եթե Սփյուռքում ապրող հայը կարող է, բայց չի դառնում Հայաստանի քաղաքացի, երկքաղաքացի։ Իդեպ ասեմ, որ երկքաղաքացիությունը ես կարողացա մեծ կրիներ տալով 98 թվականին երբ գլխավորում էի հանձնաժողովը, դարձնել օրակարգային հարց եւ այդ առումով Ռոբերտ Քոչարյանը իրեն ճիշտ պահեց։ Երբ հանձնաժողովի անդամները, իր նշանակած հանձնաժողովի անդամները, Ջահանգիրյան եւ մյուսներ ասում են, որ պարոն Հայրիկյան դրա հետ համաձայն չենք, դու մեր կառույցի նախագահն ես, բայց մենք դրա հետ համաձայն չենք, Հայաստանը կարող է գնել ազդեցությունների տակ, Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ ես նախընտրական փուլում Հայրիկյանի հետ պայմանավորվելով արդեն խոստացել եմ, որ երկքաղաքացիություն պիտի լինի, այդպես մեծ դժվարությամբ այդ հարցը մտրինք։ Ուրեմն եթե այդ համաժողովի մասնակիցների մեջ կան նաև մարդիկ, որ հանգամանքների բերումով Հայաստանի քաղաքացի չեն, դա իրենց մարդկային իրավունքն է։ Բայց Հայաստանի պետական կյանքին ոչ թե տեսականորեն խորհրդի կարգով մասնակցելու, այլ առարկայորեն մասնակցելու իրավունք, բարոյական եւ իրավական իրավունք կարող են ունենալ միայն այն սփյուռքահայերը, որոնք չեն խուսափել Հայաստանի քաղաքացի լինելուց։ Ինչ վերաբերում է ընդհանրապես կարծիք հայտնելուն, կարող են ճապոնացիներն էլ հավաքվել, ասել, որ Հայաստանում ընտրություն է լինելու, այսպեսի բան ենք առաջարկում։ Օրինակ, առաջարկում ենք եւ ասում ամոթ է Մուսոլինի, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան սահմանադրությամբ պետությունը կառավարել։ Կարող են ասել, բայց դա կլինի բարոյական հորդոր։ Այնպես որ ես իհարկե ողջունում եմ, որ այդպեսի միջոցառում եղել է, պարոն Սասունյանը որ դրսում է, նա երևի ավելի մանրամասն կասի։ Այո։ Ձեր հարցը տվա պարոն Հայրիկյանը խնդրեմ։ Իմ փոխարեն ճիշտ հարցում եմ դայ որովհետեւ։ Եթե ճիշտ հասկացա, անցած շաբաթավերջի Սփյուռքի համաժողովի մասին է Փարիզ։ Այո, ճիշտ հասկացա։ Այո, ես լրիվ դերակցություն ունեմ, որտեղ ես ներկա էի, նաև ելույթ ունեցա այդտեղ, մոտ 160 հոգի կար 26 երկրները եկած, որոնց մեծ մասը ոչ կուսակցականներ էին, կուսակցական ժողով չէր ասել, Սփյուռքահայերու ժողով էր, նաև գային Հայաստանին եկող մասնակիցներ, ավելի փոքր թիվով, որտեղ Սփյուռքահայերու համար է, նաև գային Արցախեն ներկայացուցիչներ, Արցախի ժամանակավոր նախագահը Բարոն Թանիլյանը այդտեղ էր։ Եվ ինձ համար հետաքրքիր էր, որ on նստած էին 3 հատ Հայաստանի նախկին վարչապետներ. Հասկեն Մանուկյան, Օսրով Հարությունյան եւ Հրանտ Պակադյան։ Ուրեմն շատ այսպես հաջելի ասխայնական զրույցներ տեղի ունեցան, ելույթներ տեղի ունեցան եւ այդ 160 հոգին, որ
մեծ մասը առաջ անգամ է իրար ու գանտիբին 26 երկիները այնքան համերաշխ էին, այնքան համացայն էին իրարու, բոլորն էլ նույն դերդը ունեին, որ Սփաշյանի ցերկեն ինչպես պիտի ազատենք եւ գրեթե ներքին վեճ չգար թե անգախ թե ուրդեղեն են, որ գոմեն են, բոլորն էլ համացայն էր, ուրեմն շատ դրական մեկ հանդիպում էր։ Բարոն Հայրիկյան, վստահ որ հետևեցաք վարչապետին վերջին ելույթին իմ դպավորությամբ ես կարծես թե վարչապետ Փաշինյան իր ճիղերը գործընթացած է կարծես թե գսկա որ իրավիճակը լավ չէ փոլերը որ կան այսինքն գնային ով արչև է ըստ իրավունքին ինտիմություն եթե միացյալ հաշվարկենք 50 գետնեք ավելի ունի եւ կարծես թե քաղաքացիական պայմանագիրը կպատրաստվի իշխանությունեն հրանալու եւ գտեսնենք արդեն իր բոլոր զինագիզները մեկ մասը կարծես թե նավերը խորտակվի առանց անոներ մտնելու այսօր իրեն թեմը ելույթներ կունենան այն մարդիկ որ թուն Փաշինյանից էին այլ գուսակցություններ փոքր ինչպես կկնահատեք այս իրավիճակը Ես կանխատեսումներով, այսինքն գուշակություններով չեմ զբաղվում, մի բան գիտեմ, որ հայաստանյան քաղաքական ուժերը, որոնք անդիմադիր ուժերի մասն է խոսքը հիմնականում, որովհետև իշխանությունով իր դեմ չի պայքարելու, որոնք գոնե մի հարցում միասնական են։ Օրինակ բացարձակ ժողովրդավարության սահմանադրությամբ հարցը հիմնավորապես լուծելու հարցում չկարողացան հասկանալ։ Այդ մակարդակը չունեցան, այսինքն Նիկոլ Փաշինյանը սկսել է սահմանադրական բարեփոխումներ 4 անգամ տապալվել էր որպես բարեփոխում, հիմա տապալվեց նաև որպես նոր սահմանադրության նախագծի փորձանող, բայց երբ ես կոչ եմ անում քաղաքական ուժերին, որ տեսեք պատրաստի նախագիծ կա, որ իրենց մոտ է, իրենք այդ նախագիծը պարտավոր էին քննարկել, հիմա արդեն դա քրեական հանցագործություն է։ Նշում եմ 4 քրեական հոդվածներ, բոլորը կոռուպցիոն հանցանքներ են։ Եվ այդ բոլոր ուժերից, որոնցից 16-ը համաձայնել են, որ բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը շատ կարևոր է, բայց այդ բոլորից իհարկե ավելացավ նաև այդ դեմոկրատիկ կուսակցությունը, նաև նա ոչ միայն կարևոր համարեց, այլ նաև առաջնահերթություն, այսինքն 17 քաղաքական ուժ արդեն։ Բայց որ ասում եմ, տեսեք, եկեք միասնական ուժերով հենց այսօր ճնշում գործադրենք, որովհետև իրավական տեսակետից անխոցելի է։ Դատախազությունը այլևս չի կարողանում պատասխանել։ Դատախազությունը առաջ ասում էր փաստեր չկան, արդարադատություն նախարարությունն ասում էր մենք այլընտրանք չենք ստացել, հիմա փաստերով թղթերով ընդունել են, որովհետև դրանք ուղեկցեցի ցույցերով, փոքր ցույցերով։ Այո։ Եվ տեսեք, դա համադարման էր։ Այսինքն դու դրել ես նախագիծ տապալվել ես, ԱԻՄ-ը դրել է նախագիծ, որը Սերժի օրոք դեռ կար, դուք վախենում եք դա քննարկել, չքննարկելը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով հանցագործություն է, օրենքը դա է պահանջում։ Մենք բոլոր քաղաքական ուժերս ամեն մեկից ասենք 3 հոգի, 10 հոգի դիմում ենք արդեն դատախազություն, որ դուք պատասխանատու եք որպես քրեական հանցագործներ։ Երբ առանձին Հայրիկյանն է դիմում, որքան էլ հարգեն, կանչեն, հիշեն նաև որ անկախության պայքարի առաջնորդն ես, մեկ է նրանք ունեն գլխավոր նպատակ ցույց տալ, որ այն 5 ԿԳԲ-ի գործելավոճը։ Դե Հայրիկյանը մենակ է Հայրիկյանը չի անում։ Ուրեմն այս արդյունք ընդդիմադիր ուժերը պետք է համախմբեին, հասկանային, որ ամոթ է Մուսոլինիի սահմանադրությամբ, այսօր արդեն Մուսոլինի, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան սահմանադրությամբ ապրելը, հիշեցնեինք Նիկոլին, որ դու 18 թվականին քո կառավարության ծրագրում գրել ես այս սահմանադրությանից բխող օրենքով արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չի եւ պահանջում էինք ընդամենը ամենաշատը 3 ամ, ամենաշատը, նույնիսկ 2 ամսում։ Մենք արդեն նոր սահմանադրության պայմաններում կգնայինք ընտրության, դա չեղավ, բայց կա ուրիշ հարց, չէ, որում բոլորը համակարծիք են, որ Նիկոլը պիտի չլինի։ Ես զարմանում եմ, այդ հարցում չեք կարողանում իր հայտարարի գալ։ Դրա համար ես կարծում եմ, որ խոսել գուշակելուց ավելի կարևոր է գործը, իդեպ ասեմ են հանցագործությունների մասին ասացի, դրանք պատահական չեն։ Ապօրինի վարձատրություն է տրված ավելի քան $200 միլիոն։ Դա ծանր հանցագործություն է, կոռուպցիոն հանցագործություն։ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքն է խախտված։ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի որպես վարչապետ ասելու, որ սահմանադրությունը պիտի նոր լինի այսպեսին, դա ինքնիրավչություն, քրեական հանցագործությունն է, եւ այնտեղ կա անփութություն, որ ասենք իշխանության չարաշահում է կամ անփութություն։ Առնվազն 4 քրեական հոդվածներ կան։ Ես դրա համար ծրագրել եմ եւ դիմել եմ արդեն բոլոր քաղաքական ուժերին, ասում եմ, լսեք, ուրիշ հարցերում տարաձայնություն ունեք, այս հարցում չունեք։ Ինչի եք դուք ուզում ընտրությունների ավարտից հետո գնալ եւ պայքարել, յետընտրական
պայքարից են խոսում։ Սերժ Սարգսյանը հրապարակավ ասեց. դու այսօր պիտի կանխես։ Կարգին մարդը ոչ թե թույլ է տալիս, որ հանցագործությունը կատարվի, հետո դրա դեմ պայքարի, այլ այսօր պետք է դա կանխել։ Նիկոլ Փաշինյանը իր այս կատարած հանցագործություններով իրավունք չունի նույնիսկ քաղաքականությանը մի քիչ մոտենալ, ուր մնաց մասնակցել ընտրություններին։ Ես արդեն նախանշել եմ օրը եւ ճիշտ կլինի, որ Սփյուռքում էլ Հայաստանի հյուպատոսությունների դիմաց այդ օրը ցույց տենի, որ ոչ իրավախախտումներին Նիկոլ Փաշինյան դու խախտել ես սահմանադրական օրենքը, որը վերաբերում է կուսակցություններին, առաջիկա ընտրությունը կուսակցությունների ընտրություն է պաստորեն եւ մենք բողոքում ենք, աշխարհը պետք է տեսնի, որ հայերը Նիկոլ Փաշինյանի դեմ այսօր արդեն բողոքում են, ոչ թե խոսում տրտնջում քննադատում, այլ բողոքում են, ասում են դու որպես կոռուպցիոն հանցանքների եւ հանցախմբի ղեկավար իրավունք չունես Հայաստանի քաղաքական կյանքում ներկա լինելու։ Ես միշտ նախընտրել եմ խոսել անելիքների մասին, դրա համար կներեք, որ ոչ թե գուշակություն արեցի, այլ խոսեցի 5 շաբթի օրը ժամը 5-ին կայանալիք կառավարության դիմաց կայանալիք միջոցառման մասին։ Պարոն Սաշինյան, այստեղ երկու կետ կա, նախ դուք նման հոդված գրեցիք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արգելված է, օրենքով պետք է արգելվի մասնակցել ընտրության, եւ դա ինչ լավ է, շատ լավ, գոյակապ ես չի իմացել, ուրախ եմ շատ։ Ամեն ցեզի գուարգեմ, բոլոր գայքերն վրա իմ գայքի վրա պիտի զետերվի, ցեզի գուարգվի, պարոն Սաշինյան, այստեղ հարցը գա, գուզեմ որ մեզ լուսաբանեք, երրորդ այս ընդրության օրենքը դրական օրենքը աշխարհի վրա ամեն այլանդակ օրենքն է։ Ուղղակի ինքը կբռնապարի ժողովրդին կամ օրինակ համար ես երբեք չեմ ուզել որ իմ ցանս ոչ մեկելով Նիկոլ Փաշինյանի հետ վարչավետին։ Սակայն եթե այն օժոր պիտի կվերգեմ եթե 4 արարի շեմը չանցնի հնարավոր է երթա օրվա իշխանության։ Այսինքն իմ ռադիս կվերգելով հագարակ կամ կստանամ անիչ որ չեմ ուզել։ Ադեներ գլավ ավելավ որ կսեն դու նստին կանտիմ կվես երթա վարչավետ Փաշինյանին։ Ինչպես կգնահատեք այս ելույթները, դուք այդ հոդվածի մասին խնդրեմ քիչ մեկնաբանեք եւ այս ընդրական օրենքին մասին ճիշտ բան մգսե բարոն Հայրիկյանը։ Այս ընդրությունը արդեն այս օրենքով արդեն գեղձիկ մնե արդեն, խնդրեմ։ Ուրեմն սկսեմ այն բանով, որ համաձայն եմ բարոն Հայրիկյանի հետ, որ վարչապետ Փաշինյանը խախտած է վերջին 8 տարիներուն հայրորավոր Հայաստանի օրենքներ։ Շատ բացահայտ։ Նաև խախտած է սահմանադրությունը մանավանդ Հայաստանից եկեղեցու վերաբերյալ ամեն տեսակի շատ լկդի խոսքեր արտահայտություններ թե Պերանացի թե Facebook-ի էջի վրա գտնե որ շատ ամփարոյական է երեխաներ գարտան այդ բաները վիրավորական է ուրեմն նաև փանդարգած է բազմաթիվ բարձրաստիճան հայ գեղարականներ Վերջեք նշեր Սամվել Ղարաբեդյանը իսկ վերջին օրերուն փանդարգեցին առաջին օրը 14 հատ հզոր Հայաստանի ոմնագիստները հետո 17 հոգի առաջորդ օրը շատ հստակ է որ Փաշինյանին մոդեցումը ինչ է ասնդություններուն եւ որ գտեսնե որ ինքը նեղը գինա եւ գտնավոր գործընծնե բայց գիտե որ եթե ինքը գործընծնե պիտի փանդարգվի պիտի դադարդվի բաժվի Ադորման ինքը ամեն ինչ պիտի ունի օրինավոր թե աբորինի իրեն համար նույնն է ամեն ինչ որպեսզի չգործընծնի ընդրությունը որտեղ մահու գնաց հարց է իր բարակային միան ընդրվելու չընդրվելու հարց չէ մահու գնաց հարց է ուրեմն հիմա չեմ պիտի չզարմանամ որ եթե մինչև հունիսի 7-ը մի քանի գուսակցություններ արկիլե որ չցկե որ մասնակցին ընդրություններուն արդեն անցած շաբաթ երբ որ ասկային ժողովի մեջ էր ասա որ 3 գուսակցություններ Զարոկյան Հայաստան եւ Սամվել Ղարաբեդյանի գուսակցությունները ասավ հաջորդ ասկային ժողովի մեջ կոյություն չպետք ունենան դեր չպետք ունենան Ադի ինչպես ինքը այդպես արտահայտում գնե երբ որ քվեները ժողովուրդը գուտա ժողովուրդը կորոշե ոչ թե Փաշինյանը կորոշե որ ով պիտի լա ասկային ժողովի մեջ ով պիտի չլա ինչ կվերաբերի սահմանադրության ուրեմն այսալ մեկոմեն անշուշտ արդարոց է եթե չգտնաս թե յետև ինչ կա բայց բոլորս ակիրենք որ յետև Ալիևը գա սահմանադրության փոփոխության եւ նախապայման դրած է որ եթե սահմանադրությունը չփոխես ես խաղաղության տաշակիրը չպետք է ստուգրեմ եւ Փաշինյանը քանի որ վարժ է ամեն ինչ զիջելու բան չմնաց որ չզիջես դեր ինչ որ մնացել է որ նոմար 300,000 ազերիներ պետք է կան Հայաստան ապրին այդալ վաղագզիչի եւ այլն ուրեմն սահմանադրությունը
Այս համատյունը երկու տեսակ մոդեցում կա։ Մեկը բարեփոխել է համատյունը, որ բոլոր երկրները ունին։ Ամերիկան ադեն բարեփոխեն։ Բայց Փաշինյանը աչե որ գնե։ Բոլորին 0-ին նոր համատյուն կգրեն։ Որ պետք է չգա, այս համատյուն մեջ թերիներ կան, պետք է մասնակիցները նստին եւ ուսումնասիրեն եւ ժողովրդին ներկայացնեն։ Հիմա ուրեմն Փաշինյանի խելքը միտքը ոչ համատյունն է, ոչ ուրիշ բարեփոխումն է, այլ Ալիևին իր բանջները ընդունելն է, որովհետեւ մինչև ընդրությունները ժողովրդին քանի որ արդեն գսե որ խաղաղություն պիտի բերեն խաղաղություն, մյուսները պատերազմ, ուրեմն ժողովրդին ուզեց ցույց տալ, որ եթե Փաշինյանը, եթե Ալիևը սոակրի է տղական տաշնակերը մինչև ընդրություն, ադի իր մեծ երազն է ադիգա, որ մեծապես կողքն է իրեն, որ վերընտրվի։ Հիմա կալով համանության ամիսների իվեր հանձնախումբ կա արտարադատության նախարարության ղեկավարությամբ, որ ուսումնասիրեն փոփոխությունները կամ նոր համանությունը, ամիս առաջ կարծեմ լուր միելավ, որ համանությունը արդեն ավարտված է։ Եվ նույնիսկ որոշ մարդիկ ցեր կամծած էին նոր համանության օրինակները։ Ինչպես չեմ գիտեր, բայց ես արիտ ունեցա նայելու այդ հոդվածներուն։ Հիմա բայց դրական է որ մեկ ամիս է համանությունը իրենք պատրաստած են, բայց երբ որ մարզեմ երեգեր հարցուցին արտարադատության նախարարին, որ երբ պիտի բացահայտեք համանությունը, ըստ որ երբ որ պատրաստել է, ասի փախուստի միջոց է ադի, որ չեմ ուզեր բացահայտել, որտեղ եթե բացահայտեն իրենց ստրատեգին հետևյալն է, եթե հիմա բացահայտեն, վաղը բացահայտեն, որ նոր համանության մեջ ինչեր կրված է եւ ինչեր հանված են եկեղեցի եւ այլն, վստահ հունիսի 7-ի ընդունելը պիտի գործընծեն այդ պատճառով միայն։ Ադորոմար որ պիտի բահեն այդ քախնի այդ փաստաթուղթը, մինչև որ ընդրությունները ըլլան, եւ եթե հաղթեն, ատկի հետո պիտի բերեն բացահայտեն համանությունը եւ ռեֆերենդումի տնեն, հանրակրվեի տնեն։ Իմ կարծիքովս այդ նոր համանությունը այնքան անընդունելի բան է հայ ժողովրդի համար, որտեղ Ալիևի հրահանգած համանությունն է, որ հայ ժողովուրդը երբեք պետք չէ վավերացնե այդ նոր համանությունը։ Եվ եթե չվավերացնե, Ալիևը պիտի խիստ զայրանա Փաշինյանեն, պիտի խանգարվի իրենց հարաբերությունները, Փաշինյանը պիտի շատ ամոթով մնա Ալիևի եւ Էրդողանի առջեւ, եւ հուսամ այնքան ամոթով կմնա, եթե ամշնալու երես ունի, որ Պաշտոնեն կհրաժարի եւ գցկե գերտակ ասել որ դուք ինձ քանի որ չեք մտիգներ, ես այլոց կորչ չունիմ այստեղ։ Սիմպան է, երազմն է իմ կողմից ասի, բայց հուսամ գերականանա։ Այդքան։ Ուղղակի ես կուզեի տեղեկացնել, որ մեր այս գործի մեջ ինքը որ հիմա խրված է, մի եւս մեծ խախտում է կատարում իր իսկ կազմած նորմատիվ իրավական ակտում, որով այդ գործընթացը սկսվեց, հետո շարունակվում է 20 թվականի փետրվարի 12-ին, 22 թվականի հունվարի 27-ին, հետո արդեն նոր համանadrության տարբերակը կա եւս քրեական մի հոդված, որը արդեն իր վրա է, դա ինքնիրավչությունն է։ Ինքնիրավչությունը վերաբերում է նրան, որ դու օրենքով համանadrությամբ չունես լիազորություններ, բայց դրանք կատարում ես։ Հիմա իր նորմատիվ իրավական այն ակտը ինքը խախտում է նրանով, որ պիտի կառույցը աշխատի հրապարակավ։ Հիմա իրենք մասնակի պատրաստել են, բայց ինչ որ պատրաստել են, անմիջապես պիտի դա պատրաստելու ընթացքում անգամ ժողովուրդը տեսներ, որովհետև այդ հանձնաժողովը, որ ստեղծված է եւ ահագին գումարներ է ծախսել, ընդհանուր առմամբ արդեն երևի մոտ $1 միլիոն, այդ հանձնախումբը պարտավոր է հրապարակավ աշխատել եւ երկրորդը, որի մասին ասացի ինքնիրավչություն, Նիկոլ Փաշինյանի իրավասությունների, լիազորությունների մեջ որպես վարչապետ չի մտնում համանadrության համանadrության ուղղության, նրա որակի, նրա կողմնորոշման վերաբերյալ կարծիք պարտադրել։ Աշխարհը գիտի, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, մենք պիտի պետական համակարգը պահպանենք, բայց միաժամանակ ասաց, ես կարծացի գոյություն չունեցող հայեցակարգը եւ նոր համանadrություն որոշում եմ ընդունել։ Այնպես որ այստեղ նաեւ այդ հանցանքն է ավելանում, հետո խախտել են խոստումները, արտարադատության նախարարության մակարդակով պետք է հրապարակված լիներ
նախագիծը պատրաստ է, նշանակում է պետք հրապարակված է։ Եթե հրապարակված չի, ուրեմն այստեղ էլ ստեցին։ Բարոն Հայրիկյան, մենք կարող ունենք 5 րոպե եւ ուզեմ ցեզ տալ 2.5 րոպե, եթե որևէ մեկ ոչ ունիք սպիրկին, խնդրեմ հրամեցեք։ Սպյուրքին չէ, ես ասինքն հատուկ սպյուրքին չէ, բոլոր հայերին է ուղղված։ Գրնակ։ Մենք մեկ հայրենիք ունենք եւ այս հայրենիքից հետո մենք գործունեելու դեպքում կունենանք ընդհանրապես անցյալ հիշողություն, ինչպես Վանն ենք հիշում, այդպես մեզ ստիպեցին այսօր հուշ դարձնել Շուշին եւ Ստեփանակերտը, ամսի 23-ին ցեղասպանությունից առաջ Հայաստանի, տեսեք, արդեն 60-ամյա կուսակցության անունից եմ ես ասում, 60-ամյա քաղաքական ուժի անունից, հենց այս օրերին լրանում է ազգային միացյալ կուսակցության հիմնադրման 60 տարին։ Այդ կազմակերպության անունից մենք դիմել ենք բոլոր քաղաքական ուժերին, հերիք է բամբասանքներով զբաղվենք, պետք է դա ուղղակի դնել, շատ արագ հայտարարություն ընդունենք Նիկոլ Փաշինյանի օրինախախտ լինելու մասին եւ ամսի 23-ին, այսինքն 5-շաբթի օրը ժամը 5-ին այդ փաստաթուղթը ներկայացնենք եւ Նիկոլ Փաշինյանին պահանջելով անմիջապես վայր դնել լիազորությունները, ոչ թե ընտրություններին չմասնակցել, այլ որպես օրինախախտ հիմա վայր դնել, տեղեկացնել բոլոր դեսպանություններին եւ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանի այս խուլիգանի հետ վարչապետի պաշտոնում գտնվող հայ ժողովուրդը կապ չունի, որ սրա բոլոր ասածներն ու ստորագրածները անվավեր են։ Սա կարևոր հրատապ խնդիր է հենց այսօր։ Պարոն Սասունյան, ունենք 3 րոպե ցեզ գուտան, խնդրեմ հրամեցեք։ Ազատ տաշ։ Okay, ուրեմն ես կուզեմ շատ կարևոր ընդունելու մասին հարցը ներկայացնել։ Իմ կարծիքով ընդդիմությունը այս ընդունելուն սխալ կմոտենա, որովհետև ժողովրդին 50%-ը գսեն, որ չպիտի մասնակցեն ընդունելուն։ Ինչ որ շատ լավ է Փաշինյանի համար եւ շատ քեչ է ընդդիմության համար։ Եվ ընդդիմությունը ինչով կսվավի ամիսների վեր, տարիների վեր, պայքարելով ԿԲ-ի թեմ, Փաշինյանի թեմ։ Հիմա այդ պայքարը անիմաստ պայքար մնե, որտեղ ընդդիմությունը երբեք չպիտի գտնա համոզել Փաշինյանի հետևորդներուն, որ Փաշինյանի ցկեն եւ իրենց կվեդան։ Որտեղ այդ մարդիկը բարգեւավճարներ կստանան միլիոնավոր դոլարի, հadoop կոնտրակտներ կստանան, որ դրանք շահեն մեծ ամսականներ կստանան, այդ մարդիկը շատ դակ նստած են իրենց տեղերը, երբեք չպիտի փոխեն իրենց ցիրկը եւ որքան ալ հետեւին վիճապանից։ Այս բոլոր վեճերը Փաշինյանի եւ հետևորդների հետ անիմաստ է, իմաստազուրկ է։ Ես իմ առաջարկս է որ ընդդիմությունը վաղ արդվանե սկսյալ երթա թուր զարնե հանդեպի այդ բոլոր մարդոց հետ, որոնք գսեն որ քվե չպիտի դամ, իրենց համոզեն որ եւուր քվե դուր եւ եթե 50%-ը չգնան համոզել, նույնիսկ 10%-ը համոզեն, այդ մեծ դարբերություն կնե ընդրության արդյունքի վրա եւ այդ 10%-ը շատ ավելի հեշտ է բերել իրենց կողմը, քան թե Փաշինյանի որևէ մեկը նույնիսկ 0%-ը հանգարելի է։ Սա պետք է որ ժամանակ անցնեն համոզելով այդ չեզոք մարդիկ, որ մեկ կողմ չեն նույնիսկ չպիտի քվեարկեն եւ իրենց համոզել թե ինչու շատ քեշ է քվե չդալը եւ քաղաքացիության բարդականությունը հերումանալ է ուրեմն այդ պետք է լա մոդեցումը որովհետեւ հիմա ունենք դեր մինչեւ հունիսի 7-ը եթե ամեն օր աշխատին եւ հազարավոր մարդոց համոզեն որ քվե դան որ քվե չպիտի դային ադի արդեն պիտի գոմնորոշի արդյունքը դրական ծավով Միայն իշխեցնեմ, որ Բարոն Սասունյան ասկի 3 տարած ասկային ժողովրդական բևենի հետ միասին ես բալիվ ունեի, այդ տեսակ նախաձեռնություն տրնետուր շրջագայելու եւ բավական Երևանի մեջ շրջագայեցան չեմ գիտեր թե ուրիշ մարզերալ նույն աշխուժություն էին։ Բարոն Սասունյան, ցեզի շնորհակալություն, Բարոն Հայրիկյան, ցեզի շնորհակալություն եւ պիտի փակեմ մեկ խոսքով, որ իմ քաղաքական շատերին զիգիսեն բադեաբաշտես anything but Pashinyan։ Շնորհակալություն ցեզ։ Լրիվ համաձայն։ Գիտեմ, շնորհակալություն ձեզ։ Արիոր ձեզ։ Արիոր։ Արիոր Հայրիկյան։ Ողջույններ։